Star News-ը մշտապես ակտիվորեն հետևում է հայ հայտնիների կյանքին ու նրանց ծավալած գործունեությանը, ձեզ ներկայացնելով ամենահետաքրքիրն ու ինչու ոչ սկանդալայինը։ Եվ ահա մեր աչքից չի վրիպել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասանուհի Շուշաննա Թովմասյանը վերջին շրջանում գրեթե չի երևում, բավականին պասիվացել է։ Մասնավորապես սոցիալական հարթակներում Շուշաննան հանդես չի գալիս հրապարակումներով։ Վերջին անգամ նա լուսանկար հրապարակել է Instagram-յան իր էջում դեռ օգոստոս ամսին։ Դրանից հետո անգամ ընկերները Շուշաննայի հետ համատեղ լուսանկարներով ու տեսանյութերով չեն ներկայացել։ Թե որն է դերասանուհու պասիվության պատճառը եւ ինչու է նա կարելի է ասել կորել սոցհարթակներից ու հանրության աչքից, Star News-ը խոստանում է ներկայացնել մոտ ապագայում։ Դեռ տարիներ առաջ Շուշաննա Թովմասյանի եւ ամուսնու հարաբերությունները մեծ աղմուկ բարձրացրին եւ իսկական սկանդալի պատճառ դարձան։ Բանն այն է, որ նրանց հարաբերությունների սկզբնական փուլում հանրությունը Շուշաննային մեղադրում էր Վահեի ամուսնալուծության պատճառը հանդիսանալու եւ երեխային հորից զրկելու մեջ։ Դեռ տարիներ առաջ Վահեն եւ Շուշանը խոսել էին այս թեմայի մասին եւ հերքել տարածվող տեղեկությունները։ Վահեն մասնավորապես նշել էր, որ այն ամենը, ինչ քննարկում է հանրությունը, պարզապես աբսուրդի է նման։ Բավական երկար ժամանակ է ամուսնալուծված եմ եւ բնականաբար կարող եմ իմ կյանքը կապել նրա հետ, ում հետ կցանկանամ։ Միայն տարիներ անց են զարգացել իմ եւ Շուշաննայի հարաբերությունները։ Ինձ համար մեկ է, թե տանը մնացածների եւ աբիժնիկների մի խումբ ինչ է մտածում մեր մասին։ Մարդկանց ձեռնտու չէր այդ ինֆորմացիան, նրանք ուրիշ բան էին ցանկանում լսել։ Իսկ իմ ասածը այսօր, վաղը, թե 100 տարի հետո նույնն է լինելու։ Ես ազատ մարդ եմ եղել եւ արել եմ իմ կյանքի ընտրությունը։ Եթե մարդիկ ամուսնալուծված են, իրավունք չունեն հետո ազատ կյանք ունենալ։ Հասել են այնտեղ, որ գրում են, թե երեխա ունեմ տարբեր կանանցից։ Ստացվեց այնպես, ասես Շուշաննան Սաֆարովին է ընտրել, ազգի թշնամի են դարձրել։ Նույնիսկ մեկնաբանություն տեսա, թե մենք քեզ այդքան փայփայել ենք, որ այդ կերպ դավաճանես։ Դավաճանությունից են խոսում, այնինչ իրենք Շուշաննայի հանդեպ սերը դավաճանեցին։ Ես իմ նախկին կնոջ եւ երեխայի հետ բարձր մակարդակի հարաբերություններ ունեմ։ Տղամարդու իմ տեսակը թույլ չի տալիս մոռանալ իմ անցյալը։ Ես նաեւ իմ երեխայով եմ ապրում, իմ ցանկացած քայլը մտածված է։ Եթե որոշ մարդիկ համաձայն են ապրել ընտանեկան պրոբլեմով, ապա ես համաձայն չեմ ապրել, թեպետ իմ նախկին կինը շատ խելացի եւ լավ մարդ է։ Ես ինչ կարողանում եմ իմ երեխայի համար անում եմ։ Ով ուզում է լինի իմ երեխան է, դա որևէ մեկը չի կարող փոխել։ Ամուսնու այս հայտարարությունից որոշ ժամանակ անց հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Շուշաննա Թովմասյանը, ով իր խոսքում նշել էր, որ բավականին սրտնեղել է այդ արձագանքներից։ Միշտ համարել եմ, որ մարդու անձնական դաշտը միայն իրեն է պատկանում եւ մեզնից յուրաքանչյուրը իրավունք ունի չխոսել իր կյանքի այդ կողմի մասին։ Ես միշտ չեմ սիրել խոսել այդ մասին եւ կշարունակեմ այդպես էլ անել։ Պարզապես նման բուռն քննարկումներից հետո շատ կարճ կանդրադառնամ, չեմ թաքցնի, իմ անձի վերաբերյալ վերջերս սարսափելի հրապարակումներ ու մեկնաբանություններ եմ կարդացել։ Եղել է պահ, երբ անգամ արտասվել եմ։ Այն մարդիկ, ովքեր նեղացրին ինձ, անեծքներ ու չարախոսություններ հնչեցրին, ովքեր անձնապես վիրավորեցին ինձ, իմ ընտրությանն ու ընտանիքին, միայն կասեմ, որ անկախ դերասանուհի լինելուց ես էլ մարդ եմ, իմ հույզերով, զգացմունքներով ու ապրումներով, ու թեև հասկանում եմ, որ յուրաքանչյուրն ունի արտահայտվելու իրավունք, բայց դիմացինին վիրավորելուց առաջ լավ կլիներ մի փոքր մտածել, հատկապես որ դիմացինի մասին ոչինչ չգիտեն։ Ինչևէ ես նրանցից չեմ նեղացել, ինչ իրենք ինձ մաղթեցին, նրանց չեմ ցանկանում։ Փոխարենը ցանկանում եմ, որ այդ նույն չարախոսող մարդիկ լինեն առողջ, ապրեն խաղաղ ու երջանիկ կյանքով, սիրեն ու սիրված լինեն, զգան ներքին ներդաշնակություն։ Ես չեմ դատում, նրանք նույնպես չպետք է դատեն, քանի որ մեր բոլորի դատավորը միայն Աստված է։ Ամեն դեպքում ես շնորհակալ եմ բոլորին, նույնիսկ չարախոսողներին, քանի որ նրանք ինձ տարիներ շարունակ հետևել են, եւ ես որպես դերասանուհի կշարունակեմ նոր կերպարներ կերտել նրանց համար։ Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում եւ երբեք աշխատանքս չեմ շփոթել անձնականիս հետ, ընդգծել էր դերասանուհին։ Շուշաննային եւ Վահեին արդեն այսօր հաջողվել է ստեղծել գեղեցիկ եւ օրինակելի ընտանիք։ Ամուսնությունից որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ լույս աշխարհի եկան նրանց երկու որդիները։ Դժվար ապրուստ հեռուստասերիալում գլխավոր հերոսուհուն մարմնավորելը շրջադարձային էր Շուշաննայի համար, քանի որ դա դարձավ նրա կյանքի գլխավոր դերն ու հաջողության սկիզբը։ Շուշաննան եւ ամուսինը հանդիպել են հենց այս հեռուստասերիալի նկարահանման ընթացքում, սակայն միայն տարիներ անց են համատեղ կյանք սկսել։
Շուշաննան ծնվել է Ծաղկաձոր քաղաքում, սովորել է Հայաստանի երգի պետական թատրոնի հաղորդավարության բաժնում, ապա Աբել Աբելյանի ղեկավարած առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիայում։ Արդեն 2010 թվականին նա ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մասսայական հանդիսությունների և ռեժիսուրայի բաժին, այնուհետև բարձրագույն կրթությունը շարունակել է Թատերական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնում։ Մանկության տարիների մասին խոսելիս Շուշաննան նշել էր. «Ինքը շատ հանգիստ երեխա է եղել։ Հիշում եմ, թե ինչպես էի անհամբեր սպասում մայրիկիս աշխատանքից վերադառնալուն, որպեսզի բակ իջնեի խաղալու, որ նրա աչքի առջև լինեի, բայց ես օրերով կարող էի մնալ տանը և ինքնուրույն խաղալ»։ Շուշաննան իր կյանքի ամենակարևոր օրերից մեկը համարում էր մանկավարժական համալսարան ընդունվելու օրը։ «Չեմ մոռանա այդ օրերի հուզմունքը, տպավորվել է նաև իմ առաջին քասթինգը, որին մասնակցում էի սերիալում նկարահանվելու համար։ Այդ ժամանակ ինձ համար ամեն ինչ նոր էր։ Այդ միջավայրին բացարձակ ծանոթ չէի»։ Ի դեպ, «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի քասթինգի մասին պատմելիս Շուշաննան նշել էր, որ իրեն ասել են լաց լինի, և քանի որ բոլոր լաց լինողների միջից ամենաշատը իրեն են հավանել, դրա համար էլ ընտրել են սերիալում նկարահանվելու համար։ Իր ուժեղ և թույլ կողմերի մասին խոսելիս դերասանուհին նշել էր. «Ուժեղ կողմս այն է, որ նպատակասլաց եմ, իսկ թուլությունս, ավելի ճիշտ կլինի ասել բացասական հատկությունս, սառնասրտությունն է։ Ինձ ասում են, որ ես սառնասիրտ եմ, ես դա ընդունում եմ։ Ասում են ով, բայց չէինք մտածում, որ դու կարող ես լինել սառնասիրտ։ Ասում եմ, որ եթե ես սառել եմ, ուրեմն ինձ հասցրել են դրան, քանի որ ես ինքս կոնֆլիկտից խուսափող մարդ եմ, բայց երբ ինձ հասցնում են ինչ-որ մի կետի, սառում եմ, և դա կարող է երկար տևել»։ Դերասանուհին ընդամենը 7 տարեկան է եղել, երբ կորցրել է հորը, և իր հարցազրույցներում մշտապես նշում է, որ այդպես էլ չի կարողանում համակերպվել հոր կորստի հետ։ «Ֆիզիկապես ոչ, բայց հոգեպես նա ինձ հետ է։ Այդ կորստի ցավը սկզբում վերք է պատճառում, բայց հետո դառնում է սպի, որը միշտ քեզ հետ է, որքան էլ դիմես կոսմետիկ միջամտությունների։ Մնում է պարզապես համակերպվել», նշել էր դերասանուհին։ Այս տարիների ընթացքում Շուշաննան հասցրել է ամենատարբեր հեռուստասերիալներում հանդես գալ, բայց պետք է ասել, որ նրա կերտած կերպարները բավականին նման են մեկը մյուսին։ Այդ մասին նշել էր նաև հենց Շուշաննան, ասելով, որ դա ռեժիսորների ընտրությունն է, երբ իրեն միշտ լացող և անմեղ աղջկա կերպար են տալիս։ «Կարող եմ ասել, որ իմ մարմնավորած կերպարների մեջ ինձնից ինչ-որ բան կա, իսկ առհասարակ շատ եմ սիրում սովետական, հին հայկական ֆիլմեր, որոնցից երբեք չեմ հոգնում։ Դրանց մեջ տեսնում եմ ուսուցողական տարրեր, հաճույքով եմ դիտում օրինակ մի կտոր երկինքը, նամուսը, մեր մանկության տանգոն»։ Արդեն մի քանի տարի է, ինչ Շուշաննան տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, սակայն Հայաստանում ապրելու տարիներին նշել էր, որ կցանկանար, որ մարդկանց հետևից ռեպլիկներ չհնչեին, փողոցում չլսեր բարձր ծիծաղ, չտեսներ կեղտ թափթփվածություն, այլ տեսներ մաքուր և կոկիկ միջավայր, և իհարկե կցանկանար տեսնել մեկը մյուսին ժպտացող մարդկանց։ Մինչ ամուսնությունը իր տարբեր հարցազրույցներում Շուշաննան խոսել էր այն մասին, թե ինչպիսի կողակից է ապագայում իր կողքին պատկերացնում։ «Միանշանակ հանրային լինելու հանգամանքը կարող է ազդել անձնական կյանքի վրա։ Մարդու անձնականը պատկանում է միայն իրեն, բայց մարդիկ ուզում են այդտեղ էլ ներխուժել։ Ինչ-որ չափով հասկանում եմ նրանց, բայց միշտ փորձում եմ այնպես անել, որ մարդիկ հետաքրքրվեն իմ կատարած աշխատանքով։ Իմ կողակիցը պետք է լինի շատ ուժեղ տղամարդ, որովհետև այդքան էլ հեշտ չէ ունենալ կին, որը հանրության ուշադրության կենտրոնում է։ Շատ հայ տղամարդիկ կարող են ասել, թե իբր գիտակցում են, որ մեր ասպարեզում դժվարությունները բազմաթիվ են, բայց իրականում չեն կարողանում մեր բնագավառի կնոջ հետ իրենց կյանքը կապել։ Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մեկը դեռևս արժանացած չլինելով նույնիսկ քո վերջնական այոյին, խլի քեզնից քո կարիերան։ Շատ հայ տղաների գիտեմ, որոնք այդ առումով իրենց էգոիստաբար են պահում։ Կարծում եմ, եթե դերասանուհու կողքին լինի արժանի տղամարդ, այդ հարցն ինքնըստինքյան կլուծվի։ Օրինակ, ես կարող եմ վստահաբար ասել, որ հայ հանրության լայն զանգվածների կողմից ճանաչվեցի «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո։ Նախագիծը 2 տարի էկրաններին էր, և ես չճանաչվելու տարբերակ չունեի։ Ամեն դեպքում երբևէ հատուկ չեմ ձգտել հայտնի դառնալ, չեմ երազել օրինակ մի առավոտ արթնանալ ու հոլիվուդյան աստղի չափ ճանաչում ունենալ։ Հիշում եմ, որ սերիալում նկարահանվելու տարիներին, բացի նկարահանման հրապարակից տուն և տնից հրապարակ գնալուց, չէի հասցնում ոչ մի տեղ լինել,
եւ երբ մի անգամ հաջողվեց զբոսնել փողոցում, հասկացա, որ այն ինչով զբաղվում եմ տվել է իր պտուղները, մարդիկ ճանաչում էին ինձ։ Գոհ եմ իմ երկրպագուներից, որոնց մեջ կան նաեւ հասուն կայացած մարդիկ, նրանք այնքան համախմբված են, միշտ անակնկալներ են մատուցում տոնորերին, հետաքրքրվում են իմ պլաններով, ասել թե հայտնիությունը ինձ խանգարում է սուտ կլինի, ուղղակի լինում են պահեր, երբ ուզում ես ուշադրության կենտրոնում չլինել ոչ լավ, ոչ վատ առումով։ Ինքս փորձում եմ ինձ վրա ուշադրություն բևեռել կատարածս աշխատանքի միջոցով, չեմ ուզում դա անել համացանցում ակտիվություն ցուցաբերելով կամ անընդհատ նոր ֆոտոշարքեր ներկայացնելով։ Ես մոդել չեմ, դերասանուհի եմ եւ մարդկանց պետք է գրավեմ իմ խաղով։ Կարիերայիս ամենաբարդ շրջանը միանշանակ սկիզբն էր, երբ մարդ գրանցում է որևէ հաջողություն, հնարավոր չէ, որ շրջապատում չհայտնվեն մարդիկ, որոնք կնախանձեն նրան։ Իմ անձի նկատմամբ այդ առումով լուրջ սպառնալիքներ չեն եղել, բայց մարդիկ կարող են տարածել սուտ խոսակցություններ, դա եւս վատություն անելու մի ձև է։ Կարող եմ միանշանակ ասել, որ հայտնի եմ դարձել սերիալի շնորհիվ, բայց ինձ ամեն բան պատրաստի չի հրամցվել։ Դասախոսի Սաբել Աբելյանի հորդորներով մասնակցել եմ քասթինգի, անցել եմ, խաղացել եմ, սկզբում նաեւ քննադատվել եմ, հետո արդեն ինձ նոր կերպար են վստահել։ Ասեմ, որ մշտապես արձագանքում եմ առողջ քննադատությանը, որքան էլ այն սուր լինի, ամեն դեպքում կարող ես դրանից ինչ-որ օգտակար բան քաղել։ Բայց իհարկե ինձ չեն շրջանցում նաեւ այնպիսի մեկնաբանություններ, որոնք մարդկանց նեգատիվ էներգիայի պոռթկման անհաջող դրսևորումներ են։ Երբեմն մարդիկ չեն էլ համբերում, որ դու քո պոտենցիալը ցույց տաս, շատ շուտ են սկսում կարծիքներ հայտնել, իսկ դերասանուհին պետք է հասցնի այդ տեմպին թերանալու իրավունք չունի։ 10 9 բոլորս միասին 8 7 6 5 4 3 2 1 Երանի նրանով սիրել գիտի։ Երանի նրանով պայքարել գիտի։ Տարածեք միայն սեր, սիրեք եւ եղեք սիրված։ Այս կյանքում ամենից կարևորը դա է։ Շնորհավոր փետրվարի 14։ Շնորհավոր։ Ով է սա տնփեսա Ինչ տնտեսա։ Ո՞վ է տնտեսան։ Արամն է, ժողովուրդ ջան, Արամը։ Նախ եւ առաջ ուզում ենք շնորհավորել բոլորի մարտի 8-ը։ Այո Ուզում ենք մաղթել նրանց սեր երջանկություն, եղեցկություն միշտ ժպիտներ միշտ լինենք ուշադրության կենտրոնում Դուք միշտ եք ուշադրության կենտրոնում, քանի որ դուք մի խանգարի շնորհավորում ենք։ Դուք քանի որ երևի թե մեզ լրացնում եք ամեն տեղ, դուք այն գեղեցիկ սերն եք, մենք այն ուժեղ սերն ենք, որոնք առանց ձեզ ոչինչ գրեթե չեն կարող անել։ Մենք ձեզ շատ ենք սիրում, մայրեր, կանայք, աղջիկներ, տատիկներ, մենք ձեզ շնորհավորում ենք առանձնահատուկ ձևով Երանի երկրպագուներին, Արամ Անի Զույգի երկրպագուներին։